Ներկայացվող դեպքերը կատարվել են ամռանը, նույն տարածքում։ Երկուսի հանցատեսակն էլ նույնն էր։ Թեմի, Թեմիուս դեպքում տուժողները կանայք են, հափշտակված իրերը ոսկյազարդեր։ Ոստիկանության Էրեբունու բաժնում առաջինի վերաբերյալ ահազանգը հնչեց հուլիսի 30-ին, երկրորդի վերաբերյալ օգոստոսի 17-ին։ Կանայք հայտնում էին, որ օրը ցերեկով նիհարավուն կազմվածքով միջահասակ մի երիտասարդ պոկել է իրենց պարանոցի ոսկյա շղթաներն ու փախել։ Տուժողները հրավիրվեցին բաժին կատարվածի վերաբերյալ բացատրություններ տալու։ Այն դրվագներում, որոնք վերաբերում էին կողոպուտի բուն գործողությանը և կատարողի արտաքին նկարագրին, Էրեբունու քրեական հետախույզները պատճառահետևանքային կապ տեսան։ Ըստ շրջանառվող նախնական վարկածի երկուսն էլ նույն մարդու ձեռքի գործ էր։ Առաջնորդվելով առկա նյութերով, քրեական հետախույզները ձեռնամուխ եղան բացահայտմանը։ Տուժողների նկարագրության համաձայն կազմվեց կողոպուտի մեջ կասկածվողի ֆոտորոբոտը, ականատեսներ հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ բնույթի հարցազրույցներ իրականացվեց դեպքի վայրում և դրան հարակից տարածքներում, ուսումնասիրվեցին տարածքում գործող տեսախցիկները, սակայն արդյունքներ չստացանք։ Բաժին հրավիրվեցին ու հարցաքննվեցին նաև Էրեբունում ապրող և նախկինում կողոպուտի համար դատապարտված անձինք։ Այս անգամ էլ արդյունք ճիշտ է չգրանցվեց, բայց կատարվածի մեջ նրանց դերակատարման բացառումն էլ հենց նպաստեց, որ 3 ամսվա վաղեմությամբ կողոպուտներն ի վերջո բացահայտվեն։ Կուտակված տեղեկությունների վերլուծության և համեմատության արդյունքում պարզեցին կողոպուտի մեջ կասկածվող անձի ինքնությունը և գտնվելու վայրը, և դեկտեմբերի 5-ին նրան ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցինք։ Կասկածվողը նախկինում չդատապարտված Վարազդատ Կիրակոսյանն էր, Երևանի բնակիչ, 28 տարեկան, չի աշխատում։ Ոստիկանների հետ զրույցում հայտնեց, թե հուլիսի 30-ին դուրս էր եկել աշխատանք փնտրելու և չգտնելու հիասթափությունից այդ քայլին է դիմել։ Դե, իսկ երկրորդ անգամ ոչ թե նորից աշխատանք փնտրելու, այլ կրկին մեկին կողոպտելու նպատակով է գնացել դարձյալ նույն Քրիստափորի փողոց։ Կատարել եմ կողոպուտ 2014 թվականի հուլիսի 30-ին։ Ցանուր հետո կատարել եմ ևս մեկ անգամ։ Արդեն քննչական փորձառության ժամանակ Վարազդատ Կիրակոսյանը մանրամասնեց կողոպուտների դրվագները, թե ինչպես է մոտեցել կանանց, պոկել ոսկյա շղթաներն ու շենքերի բակերով փախել, պատճառելով մեկին 370, մյուսին 220,000 դրամի նյութական վնաս։ Հափշտակած ոսկեղենն էլ ինքնարժեքից ցածր վաճառել է Երևանի ոսկու շուկաներից մեկում։ Միջոցառումներ են ձեռնարկվում վաճառված ոսկեղենը հայտնաբերելու և տուժողներին վերադարձնելու ուղղություններով։ Կողոպուտների փաստով քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։